Դե ինձ սիրելիներս, ես Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք շատերի կողմից սիրված շոկոլադով կամ դուրմով քրեպ։ Այո, ֆրանսական քրեպ են ասում, Հայաստանում էլ են քրեպ ասում, որով internationally, այսինքն միջազգայինորեն ընդունված է ինքը քրեպ շոկոլա։ Այսօրվա պաղաջադոմսի համար մեզ պետք է կես բաժակ ալյուր, 1 գդալ շաքար, 2 հատ հավգիտ, 1 բաժակ կաթ, 100 գրամ գարակ, 100 գրամ բնդուկ, 150 գրամ բնդուկով շոկոլա, մի հատ բանան, 8-ից 10 հատ ելակ, 1 բաժակ հապալած, մի քանի դերև անանուխ, կես հատ լիմոն, 3 գրամ վանիլ, մի բտղունց աղ և 1 ճաշի գդալ շաքարի փոշի։ Ես սիրում եմ քրեպ շոկոլան պատրաստել մրգելով, այսինքն անպայման բանան, հապալած, ելակ լինի, որովհետև ինքը խմորային է և շոկոլա է, քաղցրություն կա, ես կուզենայի միրգով միշտ լինի, որ ինքը ավելի ամբողջական դառնա ու ավելի դարմացնող։ Այսօր կտեսնեք իմ պաղաջադոմսը, կպատրաստեք ու հետո կասեք ինչքանով հավանել եք իմ պաղաջադոմսը, բայց մինչև պատրաստելնից չմոռանաք, որտեղից եք վերցնելու ապրանքը, կգնաք ուտուց սուպերմարկետ, կհավաքեք ամեն ինչ, մի հատ էլ խաղարկության կմասնակցեք, եթե այդ 5000 եւ ավել գնումներ կատարելու դեպքում նշված տեսականուց վերցնեք, պայնալբանդյան, նամանավանդ խաղարկությունը արդեն հունիսի վերջը կհայտարարվի, իսկ խաղարկության հաղթողը կնվիրեն իրեն բնակարան, այո, նորակառույց բնակարան, շտապեք։ Իհարկե մի հատ էլ ունեն հաջողակ կտրոնը, որը շատ հետաքրքիր առաջարկ է, շաբաթվա մեջ 20 հոգի են ընտրում ու նվիրում են կամ քաշբեք են անում իրենց ծախսածը ուտուց սուպերմարկետից։ Սո ամեն բարեկայի շահապեր։ Հիմա գնանք գործի, որովհետև սկիզբում խմորն ենք պատրաստելու, հետո միրգերը կկտրատենք, խնդիր չէ, ես սկզբում ուզում եմ կարակը հալացնեմ, բայց մի քիչ հեռացնեմ, որովհետև ինքը պետք է չեփի ուղղակի հալի։ Հիմա մի հատ այսպիսի բան բերեմ ու սկսենք։ Ավելացում ենք հավգիթը, կաթը, սկսում ենք խառնել, լեմոնի զեստ կամ լեմոնի կեղև, մի քիչ համի հոդի համար, չեք մոռանա, առողջություն, տեսակ ինչքան ճիշտ բան ասեցի, շաքարը ավելացնենք, մի գդալ, իրականում այս նույն պաղաջադոմսը կարող եք շաքարը շատ քիչ դնել, եթե ուզում եք ինչ-որ շատ քաղցրի համար չօգտագործել։ Մի բտղունց աղ, մի բտղունց վանիլին, խառնում եմ և ալյուրը։ Մի հատ խառնում ենք, տեսնենք ինչ վիճակի է, հետո կավելացնենք, եթե պետք է։ Մի քիչ էլ։ Դե իհարկե համեմունքները և ալյուրը ուրախ վիճակով և հբարտորեն օգտագործում ենք մարանեգի ապրանքները։ Ես բազմիցս ասել եմ, բայց մի անգամ էլ կասեմ, որ շատ ուրախ եմ, որ մարանեգը արդեն ալյուր ունի և ոչ թե միայն մեկ ալյուր, ալյուրի տեսակներ։ Ստեղ կտեսնեք մի քանի տեսակներ կան, հիմա ցես մոտիկից ցույց կտան։ Ունեն բրինցի ալյուր, ունեն հնդկացավարի ալյուր, ունեն եգիպտացորենի ալյուր և շատ ալյուրներ։ Մի հատ էլ հետաքրքիր կա, որ սերմերով է ու պատրաստ է ինքը հացի համար։ Մի հատ կարագի նայենք։ Հավելացում եմ կարագը,
Իրականում ես սիրում եմ կարակով անել, ավելի համով է լինում։ Մի հատ տենց կարակը քսում եմ, չնայած ինքը արդեն կա մեջը կարակ, բայց Քրեպը երբ կսկանք, որ եղել է, արդեն ինքը դրսից կսկսի թեպի ներքև գալ ու այսպիսի ձագտիկներ կառաջանան։ Երբ որ սկանք որ պատրաստ է, կդարձնենք մուշկում։ Մի քիչ միտ խաղակ է, դա գիտեմ։ Կարող ենք վրացնել։ Քանի րոպե էլ թողենք ու դարձնենք։ Մի կողմից կարանք աշխատենք, մի կողմից կտրատենք, կարող եմ արագի վրա բանանը կտրատել, բարակ, մենք մեր քրեպը չենք մոռանում, այսա նայում ենք, մի քիչ էլ Բանանը եղավ, ես բանանի վրա մի քիչ լիմոն եմ կամում, որպեսզի գույնը չփոխի, եթե դուք օրինակ պետք է մատուցեք մի քանի ժամ կամ ինչ որ ֆուրշետ ունեք կամ սեղանի վրա պետք է մնա եւ այլն, որ չսևանա։ Դարձնում ենք։ Հիմա կտրում եմ ելակները։ Նորեն բարակ։ Ուզում եի հիշեցնել, որ քանի որ ABC-ին ապրանքը ես ոչ թե միան այստեղ տաղավարում եմ օգտագործում, դե իրանք լիքը նվերներ են ինձ ուղարկել եւ այդ ամեն ինչը ես փորձել եմ դունը ու շատ գոհ եմ, որովհետեւ ունեն հատուկ լվացքի թեղեր, փափկացնող, հոտ դվող, լավ մաքրող, գույնավոր եւ այլն, ընդհանուր դան մաքրության, բարականեր, մի խոսքով շատ լավ դեսականի ունեն ու ես շատ գոհ եմ։ Դուք էլ կարող եք փորձել։ Չնայած այստեղ միան հարմար է, որ աման լվալիքը եւ ցերկի օջարը օգտագործեմ, բայց իրանց դեսականին շատ մեծ է իրականում։ Դե ինչ, այստեղ ունենք հազելնատ, այսինքն բնդուկ։ Բնդուկները պետքա դեդենք։ Արդեն պատրաստ է։ Հիմա ես բերել եմ այսպիսի աման, որպեսզի ամենեկ քրեպի լիստը որ վերցնեմ, մի հատ մեջը ավելացնեմ շոկոլա կամ դուրմ, մի քիչ ծայրերն եմ դուրս գալիս, մի քանի բանան այստեղ, մի քանի ելակ, իսկ հետո այսպես ելակները դուրս եմ դնում, մեկ էլ հապալասներն եմ դնում։ Ահա, այսպես եւ շարունակում ենք։ Հետո մուս լիստը վերցում ենք մի քիչ շոկոլա, այսինքն հայերեն, որ ասում ենք դուրմ, եթե ուզում եք շոկոլային հայերենի իմանալ, դուրմա։ Կսում եմ, լավ, տարածում եմ։ Իրականում ես քրեպի մի քանի տեսակ եմ պատրաստում տանը։ Մի հատ տեսակ ունեմ, որ պատրաստում եմ dark chocolate-ով, այսինքն մուկ շոկոլայով, չամիչով, ընկույզով եւ
դարչինով։ Էդի իմ մանկության կրեպն է։ Դրա համար էլ ռեստորանում ունեմ մի հատ ավելի ճիշտ է մի քանի տեսակ կրեպ ունեմ։ Մի հատը կոչվում է հենց Խոհարարի մանկության կրեպը, որ շաղիկ ռեստորան գնաք, անպայման փորձեք։ Շատ համով է ինքը։ Ասպես շարում ենք։ Մի հատ փակում եմ ես սենց, հետո սենց, բայց հետո ետ մի հատ լցնում ենք, այսինքն այն տեղերը, որ թադարկ է, մի հատ էլ այսպես ենք անում։ Այս ամեն ինչը ավելի սենց, եթե ուզում ենք ավելի էսթետիկ լինի, տենց ենք անում։ Այսինքն տենց չէ, որ պայման է այսպես մատուցել ձեր տանը։ Ճիշտ է այսպես։ Ես մտածում եմ, որ այս տեսակի համով կրեպ որ պատրաստեք, դե իհարկե կուզեք հյուրերին համովություն հյուրասիրել, այսինքն վստահ եմ մի հատ հյութ, մի հատ սուրճ եւ այլն։ Դե հյութի մասին չմոռանաք, կարող եք մազայի մանգոներ հյուրասիրել, մեգային բաղադրատոմս եք պատրաստում, իմ սիրած հյութն էլ գտակ, ամբողջական շաղիկի շեկետորը։ Չգիտեմ ինչի ձեր կյանքում մտա այդ օրվա, բայց ոչինչ։ Դուք հասկացաք ինձի։ Մի քիչ հազելնատ, այսինքն բնդուկ Հիմա մի քանի հատ անանուղ Անանուղը պարտադիր չէ, բայց ես միշտ կանաչը շատ եմ սիրում ամեն տեսակի քաղցրների հետ։ Ինձ ավելի սենց թարմություն է տալիս ու ավելի զգում եմ, որ համով է։ Չգիտեմ ինչի, կարող է սխալ եմ։ Մի հատ էլ այդ վերջում իդեալական կլինի։ Օփա։ Հիմա մի քանի հատ էլ մալինա աստեղ, չինք, մի քանի հատ ելակ, այսպես, շաքարի փոշի։ Եվ այսօրվա բաղադրատոմսը, շոկոլայով կրեպը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի խորժակ։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր կրեպը արդեն պատրաստ է։ Ես անհամբեր եմ համտեսեմ։ Երևի առաջինը կվերցնեմ։ Երևի ձեռքով առնեմ, որ չպճացնեմ։ Okay. Wow, ստեղից կդրենք, մի հատ էլ ելակից, շատ համով, մի հատ էլ ուտեմ, նայեցեք, ես անանք կաղցրի սիրար չեմ, բայց համով կաղցրներ եմ ուտում յան, եթե արժի ուտում եմ, էսի դրանցից մեկն է, սենց կեսօր է վերջ սիրդդ ինչ-որ համով բան է ուզում ճաշից հետո, համով վայելում ես։ Կհանդիպենք վաղը, ժամը 9:00 եւ 17:00 Կենտրոն TV եթերով։ Ստեսություն։